Ես երբեք չեմ հրապարակել այս հրապարակումներ չեմ արել, բայց սկսեմ նրանից, որ նախ ամենաառաջին ազդակը ես երբ զգացի։ Սյունիքում այցով, չէ, ներողություն, Գեղարքունիքում հերթական այցի եմ, գալիս եմ Երևան, որ գնամ Սյունիք։ Մեկ էլ տեսնում եմ պաշտոնական գրություն է եկել, այդ ժամանակ աշխատակազմի ղեկավարը հիմիկվա բանն է, սոցիալ նախարարն է։ Այն ժամանակ բան Արսեն Թորոսյան, այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Տեսնում եմ գրություն է եկել, որ ձեր ավտոմեքենաները պետք է վերցնենք ու դրանից բացի նաև ֆինանսավորման վերաբերյալ, կրճատման վերաբերյալ նաև կար այն ժամանակ նախաձեռնություն։ Դե լավ, ասեցի, ժամանակ չկար, ասի լավ, հիմա չեմ պատասխանի, մի 2 օր էր լինելու, կգնամ Սյունիք կգամ, որտեղ շտապ պետք է էլի այց անենք, կպատասխանեմ։ Մինչև գնացի եկա, մեկ էլ տեսնեմ կառավարության որոշում է արդեն եկել, նախագիծ, որ ավտոմեքենաները վերցնել, կարծեմ ինձ թողնում էին միայն իմ ծառայական ավտոմեքենան, մեկ էլ կարծեմ ինչ-որ մի էլի ավտոմեքենա, մնացածը իրենց նախաձեռնությամբ ամբողջը վերցնում էին։ Դե չդիմացա, զանգեցի այդ հատուկ կապով, շատ խիստ խոսակցություն եղավ, դե ասում եմ, այսինքն ինչ ասա նշանակում, կառավարությունը սահմանափակում է մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կամ փորձում է պատժել, ասում է, հա, պատժում է, ասում եմ, ի՞նչն է նպատակը, ասում է, դե գիտես ինչ կա, դուք գիտեք ինչ կա, պարոն Թաթոյան, որ դուք այցեր եք իրականացնում, բողոքներ եք, խնդիրներ եք վերհանում քաղաքացիների, մյուսներին, այդ քաղաքական առումով մեր համար խնդրեմ է եւ մենք քաղաքացիների աչքի առաջ թույլ ենք երևում։ Այսինքն չհասկացա, ասում, այդ նշանակում է, այստեղից ինչ է հետևությունը ես անում, որ քաղաքական նպատակների համար չի ուզում են ամեն ինչ անեն, որ մարդը պետության համար չաշխատի։ Ես էլ ասում էի շատ ներողություն, անդադ ասում էի բոլորին, ինչ շատ է հետաքրքրում ձեր քաղաքական շահերը, ձեր պաշտոնը։ Ես մարդկանց համար եմ աշխատում։ Ես ամեն օր գնում եմ մարզեր, տենում եմ այդ մարդկանց աչքերի մեջ, նայում եմ, որ մարդիկ ոնց են սպասում մեզ, որ գնանք, խնդիրները տեսնենք, բարձրացնենք, ոչ մի պետական մարմին գոյություն չունի ուղղակի։ Ես հետո գիտեք շատ ազնիվ եմ նրանց հետ աշխատել, ես միշտ եմ այդպես, ես շատ հստակ եմ աշխատում։ Երբ օրինակ ուզում էին ֆինանսավորման, նաև ֆինանսավորումը կրճատել, գցել կախվածության մեջ ու մեքենաների հարցը, ես մի անգամ կառավարության նախանիստեր կային, կոմիտեներ եւ նախանիստեր, ես դրանցից մեկի ժամանակ գնացի հստակ ասացի, եթե դուք հիմա այս որոշումը չչեղարկեք, ես թե միջազգային կառույցների օգնությանն եմ դիմելու, թե մեր հանրության աջակցությանը։ Քվեարկեցին, լավ հիշում եմ, քվեարկեցին ու մի հոգի կողմ քվեարկեցին իմ օգտին, բոլորով մերժեցին, ընդհանրապես այդ նիստերի ժամանակ քվեարկություն չի լինում։ Քվեարկեցին ու մերժեցին։ Լավ ասեցի, ես ասեցի ձեզ զգուշացրեցի։ Դրանից հետո մի անգամից դիմեցի միջազգային կառույցներին, մեր ժողովրդի աջակցությանը, աղմուկը այնքան բարձրացավ, բնականաբար, եւ հետ կանչեցին այդ նախագծերը։ Բայց ի՞նչն էր նպատակը ստեղ, որ նրանք վախեցան ժողովրդից, ավելի այսպես այդ ցասումից ու միջազգային կառույցներից, հակառակ դեպքում միջևեր գնալու էին։ Սա ի՞նչն էր ցուցանիշը, որ ինչն էր ինձ զայրացնում, ոնց կարող ես դու հանուն պաշտոնի, հանուն քաղաքական շահի պետական ֆունկցիա սահմանափակես։